Բարև օրվա լրահոսի կարևոր նորություններն է ներկայացնում Հորիզոն լրատվականը ապրիլի 8-ն է չորեքշաբթի։ Միացյալ Նահանգներն ու Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի ֆելդմարշալ Ասիմ Մունիրի հետ զրույցներից հետո ես համաձայն եմ երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ ռմբակոծություններն ու հարձակումները։ Սա կլինի երկկողմանի հրադադար, գրել է Թրամփը Թրիումֆում։ Պայմաններից մեկը Իրանի պատրաստակամությունն է լիովին անապահ եւ ամտավ կերպով վերաբացել Հորմուզի նեղուցը։ Սպիտակ տան առաջնորդը հայտարարել է, որ Վաշինգտոնը հասել է իր ռազմական բոլոր նպատակներին Մերձավոր Արևելքում։ Թրամփը հավելել է, որ Միացյալ Նահանգներն Իրանից ստացել է 10 կետից բաղկացած առաջարկ, որը կարող է ծառայել որպես բանակցությունների աշխատանքային հիմք։ Իր հերթին Իրանի արտաքին գործերի նախարարի եւ ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտարարություն են տարածել, նշելով, որ Թեհրանը համաձայնել է երկշաբաթյա հրադադարի եւ Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսմանը։ Արաղչին նշել է, որ նավագնացությունը հնարավոր կլինի Իրանի զինված ուժերի հետ համակարգված եւ տեխնիկական սահմանափակումները հաշվի առնելով։ Պակիստանի վարչապետը, որը միջնորդել է հրադադարի հարցում, գրել է, որ իրանական եւ ամերիկյան պատվիրակություններին ապրիլի 10-ին հրավիրել է հանդիպելու Իսլամաբադում։ Իրանի նախագահ Փեզեշքյանն անդրադարձել է Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև հրադադարի հաստատմանը եւ իր գրառման մեջ նշել է, որ իրանցիներն այսուհետ միասնական կլինեն։ Հրադադարը, որով ընդունվում են Իրանի համար ցանկալի ընդհանուր սկզբունքները, մեր նահատակված մեծն առաջնորդ Խամենեի այրան պտուղն էր եւ տեղում բոլոր մարդկանց ներկայության արդյունքը։ Այսօրվանից սկսած մենք նաեւ միասնական կլինենք, լինի դա դիվանագիտության ոլորտում, պաշտպանության ոլորտում, փողոցում թե ծառայությունների մատուցման ոլորտում, գրել է Իրանի նախագահը։ Իսրայելն աջակցում է Իրանի դեմ հարվածները երկու շաբաթով դադարեցնելու մասին Թրամփի որոշմանը պայմանով, որ Իրանը անապահ կբացի նեղուցները եւ կդադարեցնի Միացյալ Նահանգների, Իսրայելի եւ տարածաշրջանի երկրների դեմ բոլոր հարձակումները։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու գրասենյակից հայտարարել է, որ երկշաբաթյա հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա, չնայած պակիստանցի միջնորդների հակառակ պնդումներին։ Շուրջ 40 օր տևած Իրան-Իսրայել Միացյալ Նահանգներ պատերազմի հետևանքով մեծ Մերձավոր Արևելքում ձևավորում են նոր ուժային դասավորություն։ Իրանի հարցերով փորձագետ Արամ Շահնազարյանի կարծիքով այս զարգացումները շրջադարձային են, վկայում են տարածաշրջանում ազդեցության կենտրոնների վերաձևավորման մասին։ Իրանի հարցերով փորձագետը վերլուծելով շուրջ 40 օր տևած պատերազմը ընդգծում է, փաստն այն է, որ Իրանը դիմակայեց աշխարհի թիվ 1 ամենահզոր պետությանը Միացյալ Նահանգներին, դիմակայեց տարածաշրջանի ատոմային տերությանը Իսրայելին եւ տարածաշրջանի հնարավոր բոլոր մարտահրավերներին։ Մինչդեռ պատերազմի կողմերն ունեին միանգամայն այլ սցենարային պատկերացումներ։ Գլխատել Իրանի քաղաքական համակարգը, հասնել քաղաքական համակարգի փլուզման, հասնել հասարակական համակարգի փլուզման, ոչնչացնել Իրանի ռազմական եւ միջուկային կարողությունը։ Իսրայելը անընդհատ հայտարարում էր առանց թաքցնելու վերջին 1.5 տարվա ընթացքում առնվազն Իրանին որպես պետական միավորում կազմաքանդելը։ Դրանցից ոչ մեկը չիրականացավ։ Այնինչ Իրանը Շահնազարյանի խոսքով ոչ միայն կարողացավ թելադրել պատերազմի ընթացքը, այլև փակելով Հորմուզի նեղուցը ցույց տվեց, որ էներգակիրների միջազգային շուկայի զարկերակը գտնվում է իր ձեռքում։ Նրա խոսքով Իրանը չնահանջեց նաև Թրամփի երեկվա այն հայտարարությունից, ըստ որի Միացյալ Նահանգները կոչնչացնի իրանական քաղաքակրթությունն այնպես, որ այն այլևս չկարողանա ոտքի կանգնել։ Իրանը ոչ միայն չընկրկեց, այլ հայտարարեց, որ դիմադրելու ու շարունակելու է իր ասիմետրիկ հարվածները։ Ես չեմ հիշում կամ որևէ մեկը կարող է չհիշել, որ կա այնպիսի պետություն, որը առնվազն երկրորդ համաշխարհային պատերազմից այս կողմ կարողացել է իր պայմանները թելադրել Միացյալ Նահանգներին կամ առնվազն ստիպել, որ իր պայմաններով նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Իրանի հարցերով փորձագետը ցանկացավ մի շատ նուրբ ու կարևոր հանգամանքի վրա եւս ուշադրություն հրավիրել։ Մինչ օրս Թրամփը իր բոլոր հայտարարություններում օգտագործում էր Իրան սահմանումը, իսկ երեկվա իր հայտարարությունում թույցում, որ կատարել էր, օգտագործել է Իրանի Իսլամական Հանրապետությունը, սա շատ կարևոր նրբություն, այսինքն ինքը ճանաչում է Իսլամական Հանրապետությունը որպես օրինական համակարգը, իշխող համակարգը Իրանում։
Փորձագետի խոսքով Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի նահատակությունը դարձավ առանցք, որը համախմբեց իրանցիներին։ Այնինչ դեռևս 12-օրյա պատերազմի ժամանակ նպատակներից մեկը Իրանում հասարակական փլուզման հասնելն էր, որը տեղի չունեցավ։ Իրանում հունվարին ծավալված զանգվածային անկարգությունները ևս կառավարելի դարձան։ Ռամադանի այս պատերազմի առաջին օրվանից էլ Իրանի ժողովուրդը հրապարակում էր, անկախ քաղաքական կողմնորոշումից ու տնտեսական դժգոհություններից։ Կար մի խնդիր, կար հայրենիք, կար ազգային արժանապատվություն, կար պատերազմում թշնամուն հաղթելը։ Ոչ Միացյալ Նահանգները, ոչ Իսրայելը, ոչ Արևմուտքը երբևէ չեն կարողացել հասկանալ Իրանի ժողովրդի հոգեմտավոր կառուցվածքը, իրանական քաղաքակրթությունը, դրա խորքը, իրանական մշակույթը։ Շահնազարյանը չի փորձում գուշակել, թե ինչ ընթացք կունենա Իրան-Միացյալ Նահանգներ այս բանակցությունները, բայց համոզված է, որ անկախ դրա ելքից մեծ մերձավոր արևելքում, որի մեջ է մտնում նաև Հարավային Կովկասը, այլևս չի ունենալու նույն ստատուս քվոն, ինչ պատերազմից առաջ։ Այստեղ գոյություն է ունենալու Իրանի Իսլամական Հանրապետություն, որը դառնալու է դոմինանտ պետություն տարածաշրջանում, որը դառնալու է թելադրող ոչ միայն տարածաշրջանի մակարդակով, այլ նաև միջազգային հարաբերություններով ինքը դառնալու է վճռորոշ եւ կամք թելադրող ուժ, այնպես ինչպես արեց այս 40 օրվա ընթացքում։ Սա փաստ է։ Փորձագետը TRIPS ծրագրի կենսունակության վերաբերյալ կանխատեսումներ անելը դեռ վաղ է համարում, այդուհանդերձ կարծում է, որ ծրագրի բոլոր կողմերի համար օրակարգային խնդիրներն ամբողջովին այլ են լինելու։ Արամ Շահնազարյանը համոզված է, որ հարևան Իրանի հզորացումը տարածաշրջանում փոխելու է բոլոր խաղի կանոնները, ինչը միանգամայն բխելու է Հայաստանի եւ ողջ հայ ժողովրդի շահերից։ Տիգրան Հուակիմյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։ Վարչապետ Փաշինյանը այսօր այցելել է Կոտայքի մարզի մի շարք համայնքներ, տեղում ծանոթացել համայնքում իրականացված վերանորոգման աշխատանքներին, կրթական հաստատությունների նոր պայմաններին։ Առաջին կանգառը Նորհաճեն համայնքի Մրգաշենի միջնակարգ դպրոցն է եղել։ Համակարգիչները ինտերնետ ունեք, հա? Նորմալ։ Համակարգիչները նոր են, բավարարված ձևով, հա? Բարեձեզ։ Աշխարհության դաս, ստացել եք նույնպես։ Լավ եք զգում ձեր դպրոցը ձեզ դուր գալիս։ Այս դեկտեմբերից առաջ որտեղ եք դասանում։ Առաջի դպրոցում։ Հարմար է, գոհ եք, նորոգումից, որակից։ Շատ լավ։ Երբ եք ստացել լաբորատոր սարքերը։ Հասցրել եք օգտագործել։ Դպրոցի վերանորոգումը։ Դեկտեմբերից հասցրել եք օգտագործել։ Քանի հատ գոհ վայաճարդվել։ Չէ, շատ չէ, մի հատ կարելի։ Մի հատ եք, ուրեմն քիչ եք օգտագործել։ Ինչ նոր դեպքեր ունեք։ Նոր գրքեր Աղաբաբյանի, Աշոտ Աղաբաբյանի գրքերից ունենք, ժամանակակից գրող Ռուբեն Եսայանի գրքերից ունենք։ Ինչպես խոսել ենք առաջիկայում Բարև ձեզ։ Ոնց է խաղացվում այս դաշտում։ Իսկ նախկինում ինչ դաշտում էիք ֆուտբոլի։ Ոչինչ։ Հողային էր, հողային, պարոն Փաշյան, բարև ձեզ։ Լավ է, գոհ եք։ Լավ, շնորհակալ եմ։ Լավ եք, շնորհակալ եմ ժողովուրդ։ Շնորհակալ եմ շատ։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի խումբ անձինք, այդ թվում պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը եւ այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական նույն վարույթի շրջանակում ձերբակալվել է նաև Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը։
3 ապրիլի 7-ին Համո Սայանի պոեզիայի երեկո էր Գյումրիի դրամատիկական թատրոնում։ Ապրիլի 14-ին նշվում է բանաստեղծի 112-ամյակը։ Սահյանի հիշատակի նվիրված գրական երաժշտական երեկոն նախաձեռնել են Գյումրիի ավագանու անդամ Կարեն Սիմոնյանը եւ Համո Սայան պոեզիայի կենտրոնը, որի նախագահը բանաստեղծի որդին է Նաիրի Սայանը։ Ավետման տոնի առիթով գարնանաբույր ծաղիկներ կանանց ու աղջիկներին։ Քնարական երեկոյի մեկնարկը մայրության սիրով ու բնության շնչով տրվեց համահուն սայրյանական պոեզիային։ Սյունեցի հանջարեղ բանաստեղծի գրական ժառանգությունը Գյումրիում ներկայացնելու նախաձեռնությունը Գյումրիի ավագանու անդամ Կարեն Սիմոնյանինն ու Համո Սահյան պոեզիայի կենտրոնինն է, որի ղեկավարը Սահյանի որդին է, Նաիրի Սահյանը։ Համո Սայանի տղան Նաիրի Սայանը, ում հետ ծանոթանալով ես հասկացա ինչ բան է որդի լինելը, որ յուրաքանչյուր խոսքում ասում եմ մինչև վերջին ուժս, մինչև վերջին շունչս փորձելու եմ մեծարեմ իմ հորը եւ պատիվը բարձր պահել։ Այդպիսի էմոցիաները չէր կարող անհաղորդ չմնալ իմ կողմից եւ մենք փորձեցինք մեր աջակցությունը տալ, որպեսզի այս հրաշալի երեկոն կայանա։ Զանգարը չասած այսպիսի բան եք ուզում անեք մի անգամից առանց ոչինչ բան։ Ես կանեմ, ես կանեմ, ես կանեմ, կազմակերպչական աշխատանքներ հովանավորում ու փառքաստում եկավ։ Բանաստեղծի որդու սահյանական շունչը Գյումրի բերելու ցանկությունն առանց աջակցող ձեռքերի դժվար ու բարդ կլիներ իրականացնել։ Գրական երեկոն Գյումրիում արժանավայել կազմակերպելու հարցում Համո Սահյան պոեզիայի կենտրոնը մեծ աջակցություն է ստացել Կարեն Սիմոնյանից։ Այն գրականության եւ արվեստի գնահատման, հանրայնացման կարևոր քայլերից է։ Սայանի խոսքը պարզապես չի կարտացվում, այն զգացվում է, ապրում է մեր ներսում, դառնում մեր սեփական մտքերն ու ապրումները։ Սայանի պոեզիան մեզ սովորեցնում է սիրել հայրենիքը ոչ թե մեծ բառերով, այլ ամենօրյա զգացողությամբ։ Նրա յուրաքանչյուր տող հիշեցնում է, թե որքան հարուստ է մեր ներաշխարհը, երբ մենք կապված ենք մեր արմատներին։ Այցան ելավ քարին սարսռում է քարը, քարերը վեր թռան, եւ ինձ մի պահ թվաց քարերի տակից քնած դարերը վեր թռան։ Բնության ու հայրենի եզերքի սիրահար մարդու մեջ բնությունը փնտրող բանաստեղծի գրական երեկոն խորին խորհրդով ինձ բացակա չտնեք խորագրով էր։ Իր բանաստեղծին երբեք բացակա չտնող ժողովուրդը սահյանական տողերը թևավորել էր, խորհել ասածների հետ։ Սիրված այդ բանաստեղծությունները կարդում էին Հայաստանի վաստակավոր արտիստները։ Դրանք հուզական են, քնարական, նվիրված հայկական բնաշխարհին, մարդկային հույզերին ու մանկության օրերին։ Իշնում էին խոհում, խորար դեզերուսին, մի կատնահում չեքլագամար մեջերատուսին։ Սահյանի պոեզիան մարդու եւ բնության ներդաշնակ ապրելու, մարդկային հոգու գաղտնարանը բացելու, Հայաստանի քարերի հետ խոսելու լեզուն է։ Նրա բանաստեղծությունները դրանով են հարուստ եւ հենց դրանով են հուզում մարդկանց սրտերը։ Ինձ համար ես գիտության ոլորտի աշխատող եմ, Աստված է Վիկտոր Համբարձումյանը, Արմենակ Նազարովը։ Այդպես պետք է լինի մեր ժողովրդի համար Թումանյանը, Շիրազը, Համո Սայանը շատ անմիջական, հասարակ, խորը միտք արտահայտող բանաստեղծ էր։ Շատ եմ սիրում Սայանի, շատ եմ գնահատում եւ հենց դրա համար եկել եմ, որ ինձ լիարժեք զգամ այսօր։ Սայրանին շատ սիրել եմ բանաստեղծությունը, ախ նորից բարի ճամփա, ախ նորից մնաս բարով, մի տեսակ դագդապ կա, որ չես ասի ոչ մի բառով։ Իմ պապը պայտել է մեր գյուղի ձիերը, իմ պապը մեր գյուղի պատերը շարել է եւ բոլոր տամերը մենակ քարել է։ Ջրել է իր այգին ու մարգը պահել է եւ արդար քրտինքով իր տունը պահել է։ Համո Սահյանի խոսքը որքան պարզ, նույնքան էլ խոհական է համամարտկային։ Իրեն բնության մի մասնիկը համարող բանաստեղծը հայրենիքից չհեռանալու, գարունները հայերեն բերելու աննկարագրելի զգացողություններ է հաղորդում։ Սահյանական պոեզիան դարձել է նաև երգ։
կարծում եմ, որ ինչու՞ չէ մեր երիտասարդները այսօր եւս մեկ անգամ Համոս Սահյանը պոեզիան լսելով, հատկապես երիտասարդ սերունդը, կարծում եմ, որ ել ավելի կհաղորդակցվի եւ լսելով երգերը նաեւ նորովի կսկսի վերաբերվել նաեւ այդ խոսքերին, որտեղ երբ որ երաժշտությունը միանում է, խոսքը ավելի դառնում է այսպես ընդհանրական եւ ավելի սրտամոտ։ Միջոցառման կազմակերպման գործում ունեցած ջանքերի եւ աջակցության համար Համոս Սահյան պոեզիայի կենտրոնի գնահատանքին ու շնորհակալությանն արժանացավ Կարեն Սիմոնյանը։ Կենտրոնի նախագահ Նաիրի Սահյանը Կարեն Սիմոնյանին հանձնեց հատուկ պատվոգիր։ Մարինե Դերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ էլ ասում այսքանը, թարմացված նորություններին կծանոթանանք մեր հաջորդ թողարկումներում։ Բաժանորդագրվեք Շանթ Գյումրի YouTube անալիքին, սեղմեք հավանելու կոճակը եւ միացրեք զանգակը ամենօրյա հավաստի օպերատիվ լրատվությանը ծանոթանալու համար։